Բարևձեզ, CVK-ի եթերում այսօր զրուցում ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, բարևձեզ պարոն Քոչարյան, շնորհակալ եմ, որ եկաք։ Պարոն Քոչարյան, երեք մեր բանակի կազմավորման տարեդարձներ, ինչ ունենք բանակում այսօր, պարոն Քոչարյան, եւ ինչպես եւ ձեր ուղերձը մեր բանակի տոնի հետ կապված։ Այսօր ունենք, ինչպես միշտ ունեցել ենք, նույնիսկ ամենածանր ժամանակաշրջանում հպարտություն, որ մենք բանակ ունենք։ Բայց բանակի իր զարգացման փուլերով շարունակաբար անցել է, իր հաջողություններով եւ անհաջողություններով հանդերձ, եւ այսօր մենք կանգնենք մի հանգրվանի առաջ, որտեղ գնում ենք առաջ, նաեւ հետ նայելով մեր անհաջողություններից դասեր քաղելով, ինչպեսին է քարորյա պատերազմը, 44-օրյա պատերազմի հետևանքները, որտեղ դրանից առաջ մենք 90-ականներին ունեցել ենք ծանր փուլեր, բայց նաեւ ունեցել ենք պարտադրած հրադադար 94-ը։ Եվ շնորհիվ այսօր բանակը մտել է ռեֆորմների փուլ եւ այդ փուլը իր տեսանելի ապագայում նաեւ հիմա ցույց է տալիս, թե եթե նպատակ ունես, ոնց կարելի է այդ նպատակին հասնել, եթե նվիրված ես այդ նպատակների իրականություն դարձնելու։ Այս դասերը իրոք քաղում ենք, պարոն Քոչարյան, թե դրանք ուղղակի խոսքեր չքաղենք, ապա կմնային մեր առաջնագծի կառույցների ինժեներական մանկապարտուղի տեսքով, բայց այսօր մենք ունենք ամրոցներ։ Դրանք X քանակ են այսօր, վաղ կլինի X գումարած էլի ինչ որ քանակ, եւ դա կծածկի Հայաստանի Հանրապետության ամբողջ առաջնագիծը։ Դա միայն ինժեներական կառույցները չեն։ Դրա հետևում, դրա առջևում գտնվում են էլի ուժային կառույցներ, որոնք էշելոնացված պաշտպանական մեր ամբողջ համակարգներն ներկայացնում։ Սահմանապահ զորքեր, ինժեներական կառույցներ, բուն զորամասերի առանձին հատվածներ, ամրոցների արանքում եւ նրա մեջ ծառայություն տանող այն զինվորականը, որը տարբերվում է նախկինում ծառայության փուլերով անցած զինվորականներից, որովհետեւ խնդիրը դրված է բարձր կրթություն, նոր սպառազինության սպասարկում եւ կիրառման մեծ հմտություններ փորձ, սերժանտական համակարգ, դրանք ծրագրեր են, որոնք տարիների ընթացքում 20 թվականից հետո դրված են բանակի կերպարանափոխման հիմքում եւ կերպարանափոխումը միայն համազգեստի չի, ամբողջության մեջ է եւ ամենակարևոր օղակը բովանդակային մենք ներքին կառավարման մեր ռեսուրսները կավելացնենք, երբ որ սերժականական համակարգը մենք կդարձնենք իրականություն, որի համար նախատեսված օրենսդրական բազան արդեն ստեղծված է։ Այն ինչի մասին ես խոսում եմ, դա նշանակում է պարլամենտը եւ կառավարությունը ունեն ծրագիր, հաստատված ծրագիր եւ այդ ծրագրով շարժվում ենք առաջ դեպի պրոֆեսիոնալ բանակ, բայց պրոֆեսիոնալ բանակին հասնելու համար շատ դեռ անելիքներ ունենք։ Պարոն Քոչարյան, մեր ընդհանուր խոսակցությունը նաև կառուցել ենք բանակի եւ նաև պատերազմի վրա հասկանալիորեն նաև Ռոբերտ Քոչարյանն այսօր ասուլիս տվել իր խոսույթին են կանադառնալու իր մի քանի մեղադրանքներին, բայց սկսենք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին թեթև ակնարկ անեք ձեր կողմից, որովհետեւ հիմա կարծեք նորից ակտուալանում է, արդյոք լսումներ պետք է կազմակերպվի, թե ոչ, դուք ինչպես եք նայում այդ հարցին հիմա, որովհետեւ շատ հարցեր կարող է տալ այդ լսումները օրինակ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը տարբեր մեղադրանքներ է ներկայացրել։ Լսումներ, բայց լսումները ունի իրավական հստակ ձևաչափ։ Պարլամենտական լսումները նշանակում է ով ցանկանա, պետք է գա մասնակցի լսումների։ Բայց մեր ձևաչափը գաղտնիության խստագույն ռեժիմը այդ հնարավորությունը մեզ դեռ չի տալիս։ Գուցե ինչ-որ Կառավարական օրենքը ինքը տալիս է լուծումներ, բայց այնպես ստացվեց, որ իրավական մեր վեճը ավարտվեց նրանով, որ մենք հաստատեցինք, որ ունենք զեկույց, ես որպես հանձնաժողովի նախագահ հաստատում եմ, մենք ունենք որակյալ զեկույց, եւ այդ զեկույցը գտնում ազգային ժողովի գաղտնի բաժնում։ Եվ այսօր падգամավորները բոլորը, ով ցանկություն ունի, այդ հսկայական նյութի հետ կարող են ծանոթանալ։ Ինչի է նյութը այդքան հսկայական, մինչեւ այսօր է մեր գաղտնի գործավարության աշխատակիցի հիմա մեզ նախատեսված տարածքից դեռ նյութեր կան, որ իջացնում ենք առաջի բաժին։ 16000-ից ավել գրավոր, վիդեո, աուդիո նյութեր են, արձանագրումներ են, քարտեզներ են, որոնք տվել են այն հենքը, որի հիմա վրա կազմել է այդ զեկույցը, որի ծավալը 500 էջ անցել է արդեն։ Դրանք նյութեր են, որին ծանոթանալը խիստ անհրաժեշտ է, իսկ զեկույց ունենալը կարծում եմ ամենակարևոր ձեռքբերումն է, որ ազգային ժողովը այնուամենայնիվ ստեղծելով քննիչ հանձնաժողով նպատակը զեկույց ունենալն մենք ունենք։ Հիմա իրավական այն վեճը ժամկետի հետ կապված, դրանք ածանցյալ վեճեր են, որովհետև ամենակարևոր խնդիրը լուծված է
ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը ներկայացրել է զեկույց, որը գտնվում է գաղտնի բաժնում, որից ազգային ժողովի падգամներ եւ ոչ միայն падգամներ, նաեւ գործադիր այն կառույցները, որոնց համար խիստ անհրաժեշտ է զեկույցին ծանոթանալու, հիմա երբ որ տեղափոխենք ամբողջ նյութը ներքև, առաջին բաժին ներքև ասելով կոնկրետ փակ տարածք, դրանից հետո զեկույցը հասանելի կդառնա եւ ազգային անվտանգությանը, եւ պաշտպանության նախարարությանը, եւ պետական բոլոր գերատեսչություններին, որոնք ունեն այդ զեկույցից եզրահանգումներ անելու հնարավորություն։ Բայց պարոն Քոչարյան, քանի որ դա հնարավորության չափով ժողովրդի հետ կապված է, քանի որ չհանրայնացվեց, որքան որ հնարավոր էր, դա սպեկուլյացիաների առիթ է տալիս եւ սպեկուլյացիաները որպեսզի կանխվի, ես այն մտքին եմ, որ քանի որ քննիչ հանձնաժողովը պաշտպանության եւ անվտանգության երկու գործառույթով աշտված եւ միայն ինքն աշտված մշտական գործող հանձնաժողովը պաշտպանության եւ անվտանգության եւ քննիչ հանձնաժողովները, որոնք ստեղծում են այլ ձևաչափով մյուս բնակավարում, մեր բնակավարում, միայն մեր հանձնաժողովն այլ իրավասու այդ աշխատանքները իրականացնելու, որովհետեւ դա սահմանադրական պահանջ է։ Հիմա մեր հանձնաժողովը կարող է նաեւ որոշում կայացնի բնականաբար ֆրակցիայի հետ մենք քննարկենք, որպեսզի շահարկումներից հեռու դնենք, զեկույցի որ մասը կարելի է այնուամենայնիվ ներկայացնել հանրությանը, որպեսզի ընդհանրապես շահարկումները 44 օրյա պատերազմի հետ կապված որևէ մեկը չփորձի, որովհետև այն եզրահանգումները, որոնք նշված են 20 էջի սահմաններում եզրակացության տեսքով, դրանք խիստ անհրաժեշտ է, որպեսզի գոնե մեր հասարակությունը իմանա վերջապես ինչի պարտվեցին։ Հենց դա է, որպեսզի մեծ չխոսան։ Եվ ինչու եղավ պատերազմը, օրինակ Ռոբերտ Քոչարյանը իր այսօրվա ասուլիսի ընթացքում, ինչքան որ հասցրեցի նաև մինչև մեր հարցազրույցի սկսելը, ասում է, որ 2020 թվականի պատերազմը նաև պատճառ էր նրա, որ Հայաստանը մտավ գերտերությունների տարաձայնությունների մեջ եւ բերեց նաև Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակը, ասաց, որ այդ նույն օրինակով Հայաստանը մտավ այդ տարաձայնությունների բախման կիզակետում, դրանից նաև դա էր նաև պատճառը, որ պատերազմը տեղի ունեցավ։ Մեկնաբանը Ռոբերտ Քոչարյան։ Կարծում եմ կարիք կլինի։ Ռոբերտ Քոչարյանը այսօր այնքան անհեթեթ բաներ ասել, ընդհանուր որ ինքը շատ խելոք անձնավորություն է, շատ գրագետ։ Երբ որ բոլորս հիշում ենք իր գրքի շնորհանդեսի ժամանակ հայտնի սլայդում, երբ որ հաղթանակ բառի մեջ քանի տարածքներ են։ Դե հայերենում կարող է թույլ լինի հայերենից, բայց աշխարհակաղակական հարցերում ուժեղ լինել։ Հնարավոր չէ այդպիսի տարբերակ։ Գիտեք ինչ, նախ պետք է եթե անդրադառնանք իր կառավարման տարիներին, այդ դեպքում հարցարարությունը 18 թվականի մերժումը ինչի է կապված, մեր Սերժ Սարգսյանի, թե երկուսը միասին։ Կարծում եք ընդհանուր համակարգին։ Իհարկե, բայց իր կառավարման տարիներին ինչ այդպես պայծառ ընթացք ենք ունեցել։ Հակառակը հոկտեմբերի 27-ից հետո ինքը որ խոսում է, որ պրոֆեսիոնալ զինվորականներին այսօր դուրս են թողել բանակի կառույցներից, այդ պրոֆեսիոնալ զինվորականներին ինքը ոնց էր փորձում առնել ուսադիրներով, պաշտոններով, եւ իրեն հաջողվեց։ Ասում է Արամ Սարգսյանի կառավարությունը ոնց ինքը լուծարեց։ Ընդ որում սահմանադրությունը խախտելով, երբ որ պաշտպանության նախարարին առանց կառավարության ղեկավարի համաձայնության ազատեց աշխատանքից Վարշակ Հարությունյանին։ Դրանից հետո իր պետական պահպանության կառույցի ղեկավարը հայտնվեց կառավարության վարչապետի սենյակում։ Ու ասեմ Ռոբերտ Քոչարյանը շատ բան չխոսի, այսօր շատ բաների մասին է խոսել, ափսոս մեր լրագրողները ոնց որ ասենք թե փորձում են մեր հետ հարաբերվել, եթե իրական առերեսին Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին հարց դիտային։ Եվ վերջին հաշվով ուրա իր աշխատակազմի ղեկավար Ալեք Հարությունյանը բազմաթիվ հարցեր։ Այդ իր ունեցվածքի մասին, երբ որ հարց են տալի, չեն շարունակում։ Ասում է սիստեմայում լավ փող եմ աշխատել։ Շատ լավ, հարցարարչանում սիստեմային ոնց է դարձել տնօրենների խորհրդի անդամ։ Այդ լավ փողը բացարձակ արժեքով ինչքան է։ Այդ լավ փողը բավարար է, որպեսզի այդքան անշարժ գույք առնեիք։ Այդ անշարժ գույքը կապված է ձեր պաշտոնավարման հետ, որ ձեր ընտանիքը այդքան ունեցված հյուրանոցներ, տներ, բազմաթիվ, չգիտեմ, հողատարածքներ եւ ամեն ինչ։ Հիմա այդ հարցերի պատասխանը համապատասխան մարմինները այսօր մինչեւ չեն տվել։ Հակակոռուպցիոն մեր կառույցները, որոնք շատ դեպքերում արձանագրում են շատ էֆեկտիվ, լուծումներ, նման բացահայտումների տեսանկյունից, այս հարցում ասենք թե մենք թերացում ունենք, մարդը մեկի դատավորություն։ Տեղապտույտի մեջ ենք։ Լավ է, որ վճարաբեկ դատարանը գտավ այս պատային վիճակից դուրս գալու իրավական լուծումը եւ դատախազություններ վերավորակավորեց, հոդվածը եւ հիմա պետքա դատական համակարգ նոր քննություն եւ դատաքննության փուլ չենք մտել։ Այդ հատորները հսկայացավալ
չկա, ես ինչի եմ վստահաբար ասում, որովհետև ես ինքս մասնակից եմ փաստավախնդի աշխատանքներին մարտի 1 հետ կապված եւ գիտեմ, թե այնտեղ մեր պետական կառույցներին ինչի մեջով է ինքը բրթել, որպեսզի մարտի 1 տեղի ունենա։ Ինչի։ Բաց։ Որտեղ մարտի 1-ից առաջ իրավական գործընթաց է, ժողովուրդը ըստ էության գնում էր սահմանական դատարան, արդարություն փնտրելու եւ որպեսզի դասանական դատարան չհասնի գործը, ինքը հրանգավորեց, որպեսզի ժողովրդին ազատության հրապարակից ցրեն բիրտ ուժ կիրառելով եւ մենք ունեցեք առավոտը 10 զոհ մարտի 1-ի թեմա, հոկտեմբերի 27-ի թեմա, ընդհանրապես իշխանության, լեգիտիմ իշխանության թեմա։ Եվ վերջին հաշվով մի մոռացեք 2003-ին ինքը չկատարեց նաեւ սահմանական դատարանի որոշումը ռեֆերենդում անելու մասին։ Ռոբերտ Քոչյանը հիմա էլ ասում է, եթե ես չեմ, ապա ով։ Ինձանից խելոք մարդ ասում է, չէ, խելոքը իմ փորձառությունը կորպորատիվ գիտելիքները ձեռք բերեց, բարձրում է հիմա կորպորատիվ գիտելիքները օժտված։ Իսկ Ղարաբաղում երբ որ չեր ընտրվում եւ Արթուր Մկրտչյանն էր ընտրվում։ Այնտեղ ինչ գիտելիքները օժտված։ Եվ ամենավերջինը, պաշտոնաթողությունից հետո ինչի էր գնում համակարգը։ Իր հանգրվանը պետք է լիներ Լեռնային Ղարաբաղում։ Ինչ այնտեղ չի։ Ինչի՞ չէր վերադառնում այնտեղ, որտեղից իր քաղաքական ճանապարհը ինքը արդեն նախանշել էր եւ անցնում էր։ Ինքը պետք է վերադառնար։ Այսօր դատվում են Արցախի իշխանության շատ ներկայացուցիչներ։ Ինքը ինչի՞ չի վերադարձել Ղարաբաղ եւ ընդհանրապես իր գալով մեր երկիրը շահեց թե դուժեց, միարժեք դուժեց։ Իր ասուլիսի իմաստը, ես դες չհասկացա, երևի միակ իմաստը, որ ես լինելու եմ այսօրվա Հայաստան խմբակցության ձևաչափով վարչապետ տեխնացու եւ ես շատ խելոք մարդ եմ եւ ունեմ մեծ փորձառություն։ Ասում եմ ինձանից շատ փորձառությունով ունի։ Քանի որ հասանք դրան, բայց նաեւ նշում էր, որ Սամվել Կարապետյանը ֆավորիտ է եւ նաեւ ասում էր, որ ընդդիմությունը շատ լավ շանս ունի, բացառիկ շանս ունի մեծ բլոկներով գնալ ընտրությունների։ Բայց մոռանում եք ինքը դրանից առաջ ասում էր որևէ հոգեվորական շատ լավ ֆավորիտ կրելն է եւ ծնվեց սրբազան շարժումը, որը հիմա հայտնվեց մեկուսարանում այլ քաղաքական պատկերացումներ ունենալու արդյունքում։ Ո՞րն է այդ պատկերացումները։ Իշխանության հասնելու իրենց պատկերացումը ուժային միջամտությամբ իշխանությանը, ուրեմն իշխանության հետ հարաբերվելու, որը բացահայտվեց։ Տեղի չունեցավ հոկտեմբերի 27, բացահայտվեց։ Իրեն ասում են, ինչի բացահայտվեց։ Նախկինում հոգևոր շարժումն էր, սրբազան շարժումը Կիրանցից եկավ Երևան, պահանջ դրվեց եւ ինքնամարվեց։ Հիմա անդադման են գալի, թե ով կարա լինի որևէ շարժման կրող, որի հիմքում պետք է լինի էլի արտաքին միջամտության գումարային ներդրումը։ Բոլորը ձախողվել են։ Ռուբեն Վարդանը գնաց Արցախ եւ հիմա դատվում է Բաքվում, էլի նույն ճանապարհով իշխանության խնդրի լուծման համար քաղաքական պրոյեկտներ էր իրականացում։ Ես դրա մասին շատ եմ խոսել եւ ես համոզված եմ իմ այսօր կոմից է իրականացում բան Քոչյան այդ պրոյեկտը։ Որտեղ է գալի։ Որտեղ են այդ գումարները աշխատել։ Նկատենք Ռուսաստանը։ Բնականաբար որտեղ աշխատել են, այնտեղից էլ նրանց վրա կա հսկայական նաև քաղաքական ազդեցության հնարավորություն։ Հիմա հայտնվեց Սամվել Կարապետյանը, որը Հայաստանի հետ ըստ էության ունի միայն տնտեսական հարաբերություններ ունեցել, բայց հիմա բարձում է քաղաքական արդեն նպատակներ կան։ Հիմա Սամվել Կարապետյանը քաղաքական process-ներին չգիտեմ, իրավական առումով մասնակցել իրավունք ունի, ինքն երկրի նաև գործ չունի։ Այդ դեպքում ուրեմն էլի գործ ունենք ինչ-որ մի ձևաչափի հետ, եւ հիմա բոլորն ասում են Սամվել Կարապետյանը պետքա փրկի Հայաստանը։ Բոլորը հիմա փրկիչներ են ման գալի, որպեսզի միանան իրենց։ Հանրապետականներն ասում են այո, ունենք մեր ձևով շարժումը, նա պետք է առաջնորդի Հայաստանի ապագան։ Այդ դեպքում հարց առաջանում Հայաստանի ապագայի մասին մտածումները նոր ծնվեցին։ Սամվել Կարապետյանը եթե քաղաքական նպատակներ ուներ, ինքը առնվազն պետքա գար վերջի 10 տարին ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Դա գոնե 5 Դիքոնե պատերազմի ընթացքում կարող էր երկկողմանի կոչեր չանել դադարեցնել կրակը։ Բնականաբար դա մեր սերունդը, էմիգերները, որոնք գտնվում են Եռաբլուրում, հանգչում են այնտեղ, մենք ամեն տարի պարտադիր 28-ին պարտադիր պետք է մեր խոնարհումը բերենք Արցախով Եռաբլուր։ Հիմա 27-ը մտա որպես խոնարհման օր եւ այդ բաժանվեց մասերի, բանակի օր առանցին արդեն փորձարվեց նշվեց եւ խոնարհումի օր։
Հիմա այնտեղ մեկ էլ հայտնվում է բանակում չծառայած եւ արդեն երրաբլուրը քաղաքական նպատակների մեջ տեսնող Սամվել Կարապետյանի եղբոր որդին։ Միկրոավտոբուսներով եկան, գնացին, նկարվեցին, նկարները դրեցին, լրատվամիջոցները, որոնք արդեն գտնվում են համոզված են այդ կառույցների ազդեցության ներքո, որովհետև այնտեղ կա գումար։ Եվ այն հարցերի բովանդակությունը, որ այդ օրը, որը բանակի օրն է, պետք է ոգեշնչման օր լիներ, հենց նույն երրաբլուրի տարածքում պարզվեց, որ լրագրողները հրանգավորել են այնտեղ մարդ բռնացնեին իշխանությունից եւ ինչքան հնարավոր է փորձեն ցեխոտեն Հայաստանում բանակի հետ կապված բոլոր այն ձեռքբերումները, որի համար պետք է բոլորս հպարտանանք։ Որտեղ բոլորս էլ մի օր երեխաները մեր ծառայելու են այդտեղ եւ ինչքան ապահով համակարգեր ստեղծվել, բոլորի շահն է պարտադրում, որ հպարտանանք այն բանակով, որը մենք ունենք։ Կարևոր չի։ Նա իր հաղթանակած վիճակը հիմա կորցրել էր, բայց ինքը վերականգնելու համար կառավարության ծրագրում դրված է մի ամբողջ փաթեթ, որը մենք իրականություն ենք դարձնում, ունենալ այնպիսի բանակ, որը իր երաշխավորի կարգավիճակը ամուր կպահի եւ մենք ավելի վստահ կիրականացնենք այն բոլոր ծրագրերը, որը պետության մեջ ներառված են հենց մեր իշխանության ծրագրի շրջանում։ Պարոն Քոչարյան, քանի որ նորից եկանք բանակին, Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ զենք առնելու խնդիր Հայաստանը երբևէ չի ունեցել այլ երկրներից, ինչպես նշում է այս իշխանությունը, եւ որ ՀԱՊԿ-ին մատնանշում է, որ քանի որ մենք եղել ենք ՀԱՊԿ անդամ, շատ երկրներ մեզ ուղղակի մերժել են զենք վաճառել։ Հիմա ասում եմ, մենք երբեք այդպիսի խնդիր չենք ունեցել։ Ուղղակի նպատակահամար է եղել ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանից զենք գնելը, որովհետեւ դա եղել ավելի էժան, նաեւ դրա սպասարկումն է եղել ավելի հնարավոր։ Գործել է տարիներ շարունակ Վազգեն Սարգսյանի գործոնը։ Ինքը այդ մոռացել է, որտեղ ինքը դրանից խաբար չի եղել։ Հայաստանը զենք նաև գումար չծախսելով ունեցել։ Էլի Վազգեն Սարգսյանի գործոնը։ Իր եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարի հարաբերությունները շատ էական դեր են խաղացել դրա մեջ։ Բայց այլ երկրներից մենք կարողացել ենք զենք գնել։ Իհարկե ոչ այնպես, ինչպես որ հիմա մենք ձեռք ենք բերում։ Եվ դա մեծ խանգարող գործոն եղել է հենց ՀԱՊԿ-ի մեր անդամ լինելը։ Ինքը չի կարող դրա մասին խոսի։ Դա մենք կարող ենք խոսել։ Ինքը չի կարող խոսել, բայց դժգոհ եմ ՀԱՊԿ-ից, բայց առանց ՀԱՊԿ-ի կյանք չունեմ։ Ոդապես այդպես եմ ասում։ Ես ուղիղ ցիտեմ, պարոն Քոչարյան, որովհետև շատ կարևոր է ՀԱՊԿ-ի հետ կապված հարց, ասում է, ինչ ենք արել մենք, որ ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունը չփչացնենք։ Ոչինչ։ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ երկրների հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քան մենք։ Սա խնդիր է։ Ամեն ինչ արել ենք, որ ասում եմ, ամեն ինչ արել ես, որ քեզ վատ վերաբերվեն ՀԱՊԿ-ում։ Մենք ինչ ենք արել, որ ՀԱՊԿ-ում մեզ վատ վերաբերվեն։ Մենք ընդհանրապես պահանջել ենք ՀԱՊԿ-ի կազմակերպերի իրագործում, ինչ որ վերաբերում է ՀԱՊԿ-ին։ Մենք էլ ՀԱՊԿ անդամ ենք։ Մենք ինչ ենք արել ՀԱՊԿ-ում։ Դե ասում եմ, ոչինչ չեք արել, որ լավ վերաբերվեն։ Եվ հիմա էլ լինելով ՀԱՊԿ-ում չենք։ Բայց մենք ՀԱՊԿ-ում չլինելու մեր պատճառները եւ հանրության ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին եւ ընդհանրապես ամբողջ աշխարհին։ ՀԱՊԿ-ը, որտեղ անելիք ուներ, որպես ՀԱՊԿ անդամ պետության վրա ագրեսիայի դրսևորում, ինքը ոչ մի չի եղել, չի կատարել այն պարտավորությունները, որ ինքը պարտավոր է անել։ Մենք եք փչացրել ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները։ Ոչ, ՀԱՊԿ-ն ինքն է փչացրել հարաբերությունները ՀԱՊԿ անդամ, կարևոր անդամ Հայաստանի Հանրապետության հետ։ Ռոբերտ Քոչարյանի ասելով, որ մենք փչացրել մի մոռացեք, որ ինքը սիստեմա ընկերության կարկառու ներկայացուցիչ է։ Մենք խոսեցինք այդ մասին, բայց սիստեմա ընկերության իր ներկայացուցիչ լինելը արժի որ մեր պատկան մարմինները մանրամասն ուսումնասիրեն։ Ինչ միջոցներով է ինքը դարձել սիստեմա ընկերության տնօրենի խորհրդի անդամ։ Այդ ինչ մեծ գումարների մասին է այսօր խոսում։ Այդ գումարների ծավալը բավարար է, որ անթիվ անհամար ուրեմն ունենա անշարժ բույք։ Իր եւ իր ընտանիքի անդամները։ Ուրեմն ասեմ Ռոբերտ Քոչարյան ինչքան խոսի, այնքան մեր հասարակությունը կհիշի, որ դա այն մարդն է, որի կառավարման տարիներին մենք ունեցել ենք նահանջ տարիներ, ամեն ինչ նահանջ։ Կոռուպցիայի բարձր մակարդակ։ Հիմա ինչի մասին ենք խոսում, որ ինքը մեծ փորձառություն ունեցող մարդ է։ Քանի անգամ մասնակցել ուղիղ ընտրությունների եւ հաղթել։ Մեկ անգամ պարտվել է Արցախում, երկու անգամ Ավակ Դեմիրճյանին, երկու անգամ Կրսեր Դեմիրճյանին։ Հաղթել է, բայց պարտվել է։ Այդ հասարակության հիշողության մեջ, չէ, կներեք։ Հաղթանակը պետք է մնա հիշողության մեջ։ Ոնց որ 18 թվականի հեղափոխություն չես կարա մեր ժողովրդի միջից հանես։ Թերություններ կան, պետք է քննադատեն եւ ճիշտ են անում, բայց ժողովուրդն է իրականացրել այդ հեղափոխությունը, չի կարա հրաժարվի իր ձեռքբերումից։ Ուրիշ բան, նա մեզ պետք է պահանջի, որպեսզի մենք
չթերանանք մեր աշխատանքի մեջ։ Բայց դա շատ կարևոր է, դրա համար եմ ասում, որ այս ընտրություններից ունենանք նորմալ ընդդիմություն, որը հենց մեր ժողովուրդը կստեղծի այդ ընդդիմությունը, որը նաև իշխանությանն է պետք, այլ ոչ թե ներմուծած ինչ որ նպատակներով այլ երկրներից ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար առաջադրանք, որը մեր երկրին ոչ մի լավ չի տալու։ Թամանը խառնելու ենք։ Ռուսերեն լավ բառ կա, սմուտա։ Չգիտեմ հայերեն ոնց կլինի դա։ Խառնակցություն, խառնաճաճանչություն, բայց այդպիսի ժամանակներ տարբեր երկրներում եղել են եւ դրանք դարեր են։ Ես չեմ ուզում մեր մոտ մենք մտնենք այդպիսի խառնակցության միջավայր քաղաքական, երբ որ մենք հսկայական անելիք ունենք, իսկ մեզ խաղաղություն է պետք այդ անելիքները իրականություն դարձնելու։ Եվս մեկ անդրադարձ կատարենք Ռոբերտ Քոչյանի թրիպի մասին հարցին։ Ասում եք որ ձեր դիմաց նստած է Անդրանիկ Քոչյան։ Այո։ Պարոն Քոչյան, Ռոբերտ Քոչյանն ասում է, որ թրիպ նախագիծը ոչ միայն մեր անվտանգության երաշխիք չի կարող հանդիսանալ, չնայած այդպիսի պնդում հայկական կողմից չի եղել, որ դա միակ անվտանգության երաշխիքն է լինելու, բայց դա բաղադրիչ կարող է լինել այդպիսին իշխանության պնդումներ, ասում է։ Գիտի թրիպը ինչ։ Դե մոտավորապես բացատրում է եւ ասում է, որ դա մեր ոչ թե անվտանգության երաշխիք կարող է հանդիսանալ, այլ վտանգ եւ ասում է, որ միակ տարբերակը, որպեսզի դա այդպես չլինի, Իրանի մտահոգությունները փարատելն է եւ դա հնարավոր է միայն Ռուսաստանին եւ Չինաստանին այդ ծրագրում ներգրավելու միջոցով։ Ինչպես կպատասխանեք։ Ավելի լավ չի որ թե Իրանը, թե Ռուսաստանը, թե Չինաստանը խոսում են այնպես չի որ մենակ դուք եք լսում։ Ինչ է ստեղ գալ, ինչ որ բաներ ես եմ լսում, երբ որ ինքը խոսում է անվտանգային իր պատկերացումների մասին, արտաքին քաղաքական։ Ինքը լավ չի հասկանում, որ տարածաշրջանում բալանսավորման դեռ ճանապարհ պիանցնենք եւ աշխարհը բալանսավորման խնդիր ունի։ Եվրոպա, Միացյալ Նահանգներ տեսնում եք ինչ է կատարվում, Կովկաս։ Հիմա հենց այնպես չի որ հակառակորդը իր ցանկությունները իրականություն դարձնելու համար այսպես զսպել է իր բանը, կրակելու ցանկությունը։ Չեք կրակում, չէ՞։ Դա նշանակում է ինչ որ երաշխիք է ծնվել։ Երաշխիքը ծնվել է ոչ թե Ռուսաստանում, այս պահին, այլ ծնվել է Միացյալ Նահանգներում։ Ասում է քմաճուկն է, Ալիևի քմաճուկն է, երբ տրամադրությունը փոխվի կրակի։ Չէ։ Դենց եթե կրակել է լինել, այնա կրակում է, ինչի կանոնություն։ Երբ որ մենք թույլ վիճակում ենք եւ մենք նոր ենք փորձում մեր անվտանգային միջավայրը ավելի ուժեղացնել եւ անում ենք սպառազինություն, պատրաստություն, կրթություն եւ այլն։ Համաշինական կառույցներ։ Ամեն ինչ անում ենք, չէ՞։ Բայց ինչեւ է օգտվելով առավելությունից ալիևը չէր կանգնում։ Իհարկե կան տարածքներ, որ ժամանակի ընթացքում իրենց իրավական լուծումները կստանան։ Հիմա մենք իհարկե չենք խոսում դրա մասին, բայց մենք իրանցից սահմանազատումով երբ որ գանք, այն ինչ որ մենա լինելու։ Պարտադիր։ Այդպես է։ Միջազգային իրավունքի տեսանկյունից էլ է այդպես։ Հիմա Ռոբերտ Քոչյանը, եթե չի տեսնում, որ այդ 42 կիլոմետրը ունի արդեն երաշխիքներ եւ դա անվտանգային ուղիղ նաեւ առավելություն է տալի այսօր խաղաղություն հաստատելու համար, դա իր խնդիրն է։ Ասում եմ որտեղ ինքը տեսեք, միակ այլ դեպքում Ռուսաստանին դիտում էր որպես անվտանգության երաշխավոր, մեր սահմանում կանգնած սահմանապանների տեսքով, թե բազայի տեսքով, բայց ասենք թե այսօր նաեւ մյուս բևեռը, որ հայտնվեց այստեղ, ինքը չուզում տեսնել, որ արդեն հայտնվել է։ Ինքը ասում է ինչ կատակ, որ մեր տնտեսությունը ինչ է։ Ինքը չի ասում որ մեր այդ ճանապարհը միայն այդ 42 կիլոմետրի վրա չի, ճանապարհը սկսվում է, շարժվում է եւ հակառակն է Ղազախստան, հա։ Բայց Ռոբերտ Քոչյանը հակառակն է պնդում, ասում է հենց այդ 42 կիլոմետրն է եւ Ամերիկան դեռ շահեր չունի եւ սա Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերն են միայն եւ միայն սպասարկում եւ ինչ վատ կլինի եթե ինչու չեք մասնակցում։ Ասում եմ Ամերիկայի միակ շահը Ես հիմա ձեզ հարցում եմ։ Դուք ինչու չեք մասնակցում։ Ես զանգեցի, իրենք ասացին, որ մեզ չեն հրավիրում։ Երբ որ մասնակցեք, դուք մեզ շատ կարևոր հարց տվեք այս հարցի շուրջ։ Այդ երկաթգիծը ուր է հիմա։ Հիմա ասում է այ Չէ, ուր է երկաթգիծը։ Չկա, քանդել են։ Տեսեք, ինքը ասում է ոսկու շինելու որտեղ միլիոններ պիտի։ Բայց ինչի քանդեցին ում գրպանը գնաց այդ որտեղ երկաթգծի այդ բաները, հա, մետաղները ամենաբարձր որակի են, բայց դրա մեջ չի նրա արժեքը, երկաթգիծն էր արժեքը։ Ինչի քանդեց։ Աշանգլուխ կա այդտեղ։ Ինչու է քանդել։ Որտեղ այդ քանդված վիճակը ինչ որ կառույցների անհրաժեշտ է։ Իհարկե ինչ որ մարդիկ փող աշխատում, բայց փողը երկրորդական է։ Մենք ունենք երկաթգիծ, որ հիմա պետք է կառուցենք։ Այդ երկաթգիծը անվտանգային երաշխիք պետք է ունենար հիմա իր մեջ։ Մենք պետք է այդ անելու ենք։ Իհարկե ամերիկյան արդեն
ստորագրությունը կա այդ ճանապարհի այդ հատվածը իրականություն դարձնելու համար եւ այլն, այսինքն անվտանգային երաշխիքներ, ի կառուցեն։ Ռոբերտ Քոչյանն ասում է, որ Միացյալ Նահանգները այստեղ տնտեսական շահ ունի եւ իր միակ շահը այն է, որ երկաթգծի հետ կապված այդ քանդելը նաեւ մեզ թույլատրեց այդ սահմանի վրա։ Ինչի՞, որտեղ այդ երկաթգիծը նաեւ այդ հատվածը Զանգելյանից Օրդուբաց ծառայում էր մեզ մեր զորամասերին, այնտեղ տեղակայված զորամասերի կարիքները հոգալու։ Նույնիսկ այդ խնդիրը անտեսեցին։ Հիմա ինքը խոսում է, որ դա ոչ մի արժեք չունի։ Այո, իր համար ոչինչ արժեք չունի։ Բացի այն ունեցվածքից, որը ինքը պաշտպանության ընթացքում դիզել է եւ հաջող հաստացել Սևանում այդ իր նավարկումներից եւ այնտեղ անցկացրած ժամանակաշրջանից։ Հիմա Հունաստանի մասին ինչ կարծիք է։ Ինքը ասում է իմ երջանիկ տարիներն են։ Երջանիկ տարիներն ինչի Արցախում չէր, Ղարաբաղում չէր։ Երջանիկ տարիները պարզվում է Հունաստանում են։ Այդ հասկանանք, իսկ Հունաստանում կարող է ինչ-որ անշարժ գույք կա, որը իրան շատ երջանիկ է դարձնում։ Այդպիսի կասկածներ կան, բայց արժի որ այդ կասկածները փարատվեն, կամ հերքվեն, կամ հաստատվեն։ Պարոն Քոչյան, Իրանի սահմանին անդրադառնալով, ասում եմ Միացյալ Նահանգները որևէ շահ չունի տարածաշրջանում եւ միակ շահը Իրանի հետ սահմանի վերահսկողությունն է եւ դրա համար է նա կարծես որ այս 42 կիլոմետրով սահմանը վերահսկի եւ հետեւաբար այստեղ պետք է նաեւ ներգրավել Ռուսաստանի, Չինաստանի, որպես Իրանի մտահոգությունները Միացյալ Նահանգներին այնքան փոքրացրեց, նսեմացրեց նրա կարողությունները, հնարավորությունները։ Միացյալ Նահանգների ռազմական հացանավերը արդեն գտնվում են Իրանին շատ անմիջական հարևանությամբ եւ Թրամփը կոնկրետ առաջադրանք է դրել Իրանի իշխանությունների առաջ ինչի մասին է խոսում։ Այսինքն ինքը լավ չի պատկերացնում աշխարհում ուժերի բաշխվածությունը ինչպիսին է։ Նույնիսկ Չինաստանի ղեկավարը չի կարող այդ բան իրեն թույլ տալ։ Միացյալ Նահանգների կարողությունների մասին խոսի, որ ինքը որպեսզի Իրանի հետ հարաբերվի, դիգայ 42 կիլոմետրում ճանապարհային անվտանգության հարցը լուծի։ Դա կարող է մեկ այլ օպերատորներով, մասնավոր օպերատորների միջոցով ոչ ուժային։ Արդեն տեսնում եք, հետաքրքիր չի, այն ինչ որ պետք է ասեի մեր երկրի 10 տարի մեզ ոչ մի լավ տեղ չտարած փայլուն գիտելիքներով ճակերտավոր ղեկավարի այսօր ասուլիսից ինքը այս ասուլիսով նորից ցույց տվեց, թե 18 թիվը ինչքան անհրաժեշտ էր մեր երկրին։ Վերջում ինչ մեսիջ էր ուսում փոխանցել Ռոբերտ Քոչյանի։ Այ վերջի մասը չեմ լսել, ասեք։ Չէ, նկատում եմ մեր խոսակցության վերջում Ռոբերտ Քոչյանի ասուլիսը ինչի մասին էր, ինչ էր ուզում ասել։ Որ ինքը լինելու է գործող այսօրվա Հայաստան խմբակցության փաստացի լիդեր, ինքը դեռ չքննարկած համոզված է, որովհետև չգիտեմ, դաշնակցությունը կուզի, որ ինքը շարունակի, որտեղ տեսան, թե իսկ տարբերակ ունի ուզելու կամ չուզելու։ Լինելով նրա ճնշման տակ, գուցե ֆինանսական, գուցե քաղաքական, իրենք ոչ մի բանի չհասան որպես ընդդիմություն։ Հիմա շատ հետաքրքիր է, դաշնակցությունը կուզի այս մարդուն շարունակի իր քաղաքական գործունեությունը, որտեղ Ռոբերտ Քոչյանը այսօր կա, վաղը չկա, իսկ դաշնակցությունը ինքը իրեն տեսնում է հավերժ։ Այդ հավերժության մեջ, ինչպես մեր անվտանգական մյուս կուսակցությունները եւ ներկայիս բոլոր քաղաքական դաշտում գործող կուսակցությունները եւ խմբերը։ Իրենք ուզեն այսպիսի մարդու հետ նորից մտնել, որտեղ մաշեցնելու, քոք մաշեցնելու ծրագիրը չստացվեց։ Ինչն են հիմա ուզելու այս մարդու։ Հիմա ասում են բանը մեր ձևով պետք է գա, որպեսզի իշխանությունը վերցի տամես։ Այդ դեպքում ես հարց ունեմ Կարապետյան ընտանիքին։ Ինչից ելնելով Ռոբերտ Քոչյանի գրավի փողը 2 միլիարդ դրամ ինքը տվեց։ Այդ ինչ էր կապում Ռոբերտ Քոչյանին սիստեմա անկերության տնօրենի խորհրդանին եւ Տաշիր խմբի ուրեմն միջոցները։ Ինչով են կապված իրար, որ 2 միլիարդ, դա մոտ 5 միլիոն դոլար է գրավա տալիս Սամվել Կարապետյան ընտանիքը։ Եվ հիմա Սամվել Կարապետյանը գալիս է որ մեզ պետք է։ Սամվել Կարապետյանը լավ կանի, թե օրը մի գործան են ուզում կառուցել։ Բայց կարծեմ 2 միլիարդ ամբողջովին ինքը չէր տվել։ Չէ։ Ամբողջովին ինքն էր տվել, հա։ Էլ ինչ որ բաներ կան, իրենց խավորը կարծեմ ինչ որ Գենան Շահումյանից գնալուց չգիտեմ, բայց հսկայական այդ պակասը լրացվել է Տաշիր խմբի միջոցների հաշվին։ Հիմա այդտեղ չի խնդիրը։ Հիմա իրենք խոսում են միավորվելու մասին։ Միավորվելու մեծ բլոկներ, մեծ ընդդիմադիր բլոկներ կկազմենք եւ դա է ճանապարհը։ Քանի որ ընդդիմության խոսույթը նույնն է, քանի որ իրենց նպատակները նույնն են, ընդհանրությունները նույնն են, շատ մեծ բացառիկ հնարավորություն կա։ Ապավինում եմ մեր ժողովրդի հավաքական կամքի։ Ժողովուրդը չի կարող սխալ։
Եթե սխալվի, դա մեզ կզրկի ապագայում մեր տեսլականից, որի համար մեր ժողովուրդը 18 թիվ է իրականացնում։ Անկախ բանից, որովհետև այդ ամբողջ մասնակից է եւ բազմաթիվ կան արված կամ գործեր, որոնց մասին նույնիսկ մեր իշխանությունը չի ուզում խոսել, ասֆալտի մասին խոսել, դպրոցներ, մանկապարտեզ, դրանք արված են։ Մեր ժողովուրդը դրա մասին չի ուզում խոսել, որովհետև համարում է, որ դա նորմալ է, եղել է, եւ մենք հիմա ավելի մեծ ամբիցիոզ ծրագրերի մասին պիտի խոսենք մեր ժողովրդի նաեւ հավաքական կամքի վրա հետևելով։ Մենք խոսում ենք անվտանգության մեր համակարգը արդիականացնելու եւ ավելի ուժեղացնելու մասին։ Իսկ դա մշտական դինամիկ process է, չի կարողանա կանգնի։ Մի պահ կանգնեց, մեծամտածակ, ասենք մեր դեմ խաղ չկա, գնում ենք չայ խմելու, մեկ էլ օթից, ցամաքից իրականացվեց մի գործողություն, որտեղ մենք մենակ էինք։ Մենք ինչ էինք մենակ։ Գրողը Քոչարյանը դարձ պատասխան տվել։ Այո, ինչ ասել։ Ասում է, որ մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի մեր դաշնակիցները մեր հարաբերությունները փչացնենք, օրինակ ՀԱՊԿ եւ Ռուսաստանի, համար մենակ ենք։ Լավ, ինքը ինչ արեց։ Ինքը վերջ ասում է, որ ես շատ կարևոր մարդ եմ եղել, ունեցել եմ հնարավորություն։ Այդ հնարավորությունները գուցե նկարագրի, ինչի չիրացվեց։ Ինչի չմնաց Արցախում մինչև վերջին նոյեմբերի 8 կամ 9-ը, ինչ չի մնացել։ Ինչի վերադարձան այստեղ։ Ինչի վերադարձան։ Իրենք եկել էին, որպեսզի միավորումը իրականացվի, չարեցին, չէ՞։ Պարզվեց ստատուս քվոն էր, այլն էր իրաց գերխնդիրը։ Այլ ոչ թե խաղաղության խնդիրը լուծելը։ Ինչու մենակ մնացին գիտեք, որովհետև իրաց բանակցային սա գործընթացը, որը նաև քննից հանգրովի նաև հիմքում է դրված, այդ ամբողջ գործընթացը մի բանի մասին էր։ Պայել ստատուս քվոն եւ չգնալ լուծումների։ Որտեվ 16 թվականը առաջին ծիծեռնակն էր, որ ասում են նայեք, մենք կանելու ենք սա, եւ իրանք պատերազմի արդյունքները դնեցին մի կողմ, ասին մենք հաղթել ենք։ Չէ, եթե հաղթած լինեինք, Ադրբեջանը չէր հարձակվի։ Եթե մենք քաղաքական լուծումներով խնդիրը լուծացնենք, կողմիջումներով, փակած լինենք, մենք պատերազմից խուսափենք։ Հիմա պատերազմի արդյունքները չեն ուզում, որ տեսնենք ապագայի իրականացրած այն քաղաքականության մեջ, որը մեզ տարավ պարտություն։ Դրա համար ասում եմ, քննիչանոջոգով զեկույցը շատ կարևոր է, նա գտնվում է գաղտնի բաժնում։ Սպասենք այդ հանրայնացմանը։ Որտեղ այդ զեկույցը ինքը կարևոր է նրանով, որ դա տալիս է բազմաթիվ հարցերի պատասխան։ Դա միայն պաշտպանական գերատեսչության ինֆորմացիան չի, այսինքն պետական ամբողջ համակարգից հավաքած, ամբողջացրած եւ զեկույցի տեսքով իրականացված աշխատանքը, որը այսպես թե այնպես միշտ պետք է հղում արվի, որ քննիչ հանձնաժողովը, որը ստեղծվեց քաղաքական մեծամասնության շնորհիվ, որը տվեց արդյունք, ունեցանք զեկույց, այդպիսի բան քաղաքական մեծամասնությունը արեց նաև քարորիա պատերազմի ժամանակ։ Դրանից առաջ մենք որպես ընդդիմություն, ես որպես ընդդիմություն, Փաշինյանը մենք ընդդիմություն լինելով Հայ ազգային կոնգրեսի շրջանակում Ժառանգության հետ մենք իրականացրեցինք փաստավակ խմբի 5 զեկույց։ Զեկույցները չեն կարող կորեն, որտեղ իրանք զեկույց են։ Իրանք իրավական ընթացակարգերով իրենց ճանապարհը կհարթեն, բայց ես կուզեի, որպեսզի օր առաջ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը եւ կոմպանին շատ սխալների վրա մանիպուլյացիաներ չանեն, այնտեղ եզրակացությունը անպայման պետք է հրապարակվի, որպեսզի իրանք հասկանան, որ իրենց մեղքի բաժինը շատ ավելի մեծ է, քան թե այն հատվածը, որտեղ մենք արդեն պետք է պատերազմի կառավարման մեջ սակավ ռեսուրսներով, որտեղ մեր պայուսները դատարկ էին, մեր պայստազորը չկար, խտի վրա էր։ Մեր առաջնագիծը չկար, որտեղ բանկապուտուլք եկեին։ Հիմա Սերյան Օհանյան երեք Երաբլում ինչ կառավարման հմտությունների մասն խոսում։ Սերյան ջան, հանգիստ վայելի առայժմ Վագնի թաղամասի բնակարանը, քանի ընկեր Ֆրանսիա-հայ ֆոլոն դեռ չի եկել, ասի, որ դա իմն է, որտեղ չի գալու, որտեղ դա կոնն է Սերյան։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան։ CVK-ի եթերում զրուցեցինք Անդրանիկ Քոչարյանի հետ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, լայքեք այս տեսանյութը եւ տարածեք, կարող եք նաեւ մեկնաբանությունին թողնել ձեր կարծիքը, կհանդիպենք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։